Եվ այսպես ինչ ենք առաջարկում այս համատեքստում առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Առաջարկվում է բոլոր դպրոցներում այս սահմանափակումները արդեն իսկ առաջարկել, միևնույն ժամանակ բոլոր իրավական հիմքերը ապավել, մասնավորապես դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել անպայման, իրազեկել սովորողներին, նախապես ծնողներին, բոլոր հետևանքների մասին, այդ պայմանավորվածությունը ձեռք բերել, թե ինչ տեղի կունենա, եթե օրինակ այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվի հեռախոս, եւ նաեւ առաջարկում ենք 15 դպրոցներում, ինչը ընդհանուր դպրոցների 10%-ն է, որոնց բաշխվածությունը կլինի ըստ կրթական աստիճանների, սովորող թվի, աշխարհագրության մոնիտորինգ իրականացնել եւ տարեվերջին, իհարկե նախապես գնահատումը ունենալով մինչեւ տոտալ արգելումը եւ ապա տարեվերջին գնահատենք ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական ցուցանիշները, ակտիվությունը եւ իհարկե առաջադիմության որակը։